Վերադարձանք եթեր սիրելի հեռուստատողներ, այսօր հետաքրքիր զրույց է սպասվում, այնպես որ վստահ եմ, որ հարմար կտեղավորվեք հեռուստաէկրանների առջև, հարցերի դեպքում կզանգահարեք ձեզ ծանոթ հեռախոսահամարով, կթողնեք ձեր հարցերը, իսկ մենք արդեն սկսենք եւ ներկայացնենք մեր այսօրվա հյուրին։ Մեր այսօրվա հյուրն է հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Վերջին շրջանում համացանցը ինչպես որ ինտերնետային կայքմուտք ենք գործում, անպայման դուք կաք, ձեր մասին որևէ ակնարկ կա, որևէ ինտերվյու, եւ ինչով է պայմանավորված այդ ակտիվությունը վերջին շրջանում, այդ հակասական մոտեցումներն ու իրարամերժ տեսակետները։ Նախ ասեմ, որ բացարձակ իմ կամքից անկախ է դա։ Ճիշտն ասած, միշտ կամքիս հակառակ, բայց ընդհանրապես երևույթները կարծում եմ խորքում ունեն մեկ պատճառ։ Ուղղակի մենք այնքան ենք տրվել եւ այնքան հարազատացել ենք կեղծի հետ, որ երբ որ միտեղ ուղղակի մեր ճշմարիտ մի խոսք է հնչում, ցնցումներ է առաջացնում։ Իրապես այսօր չէ մենք դարեր հարազատացել ենք կեղծի հետ։ Ընդունել ենք եւ այդ կեղծիքի մեջ ենք ապրում։ Այս քանի գնում օրինակ տարիներ առաջ գուցե այս դատողությունները կամ այս համոզմունքը այս աստիճան չունեի, կասկածներ ունեի միայն, բայց հիմա արդեն ուղղակի տեսնում եմ, որ մենք մեզ շրջապատել ենք ամեն օտարով, այսինքն որպես մեզ որպեսզի հարազատ լինի, պիտի անպայման օտար լինի, սա պայման է։ Եվ ասենք կարող է այս դաշտի մեջ ամենաօտար բնավ ազգային ներդրում չունեցող կառույց իրեն ազգային ձևացնել, սա էլ կեղծիք է։ Օրինակ բարձ մի օրինակ ասեմ, ամենս ասում ենք ամենայն հայոց, նշանակում է բոլոր հայերի, ամենայն ասենք բոլոր հայերի, բայց երբևէ մեկս մեզ հաշիվ տալիս ենք, արդյոք դա այդպես է։ Չէ՞ որ կա օրինակ հենց այս իրավիճակում միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդ երկու կաթողիկոսություն, այսինքն արդեն հենց հայ առաքելական համայնքը մեծ երկու բաժնի է տրոհված։ Արամ առաջինի հետևորդներ եւ Արամ առաջինի հետևորդներ մեր հայության մի ամբողջ կես զանգված հայեր չեն, հայեր են, բայց ունենք երկու կաթողիկոս։ Ուրեմն սրանցից ոչ մեկը այլևս ամենայն չի, ամենայինը բոլորինն է։ Էլ չեմ ասում, եթե նույնիսկ ունենանք մի օր, որ ես շատ կուզեի, որ ունենանք մեկ կաթողիկոս։ Էլի այդ մեկ կաթողիկոս չի կարող կոչվել ամենայն, որովհետև մենք ունենք կաթողիկե հայեր, որ հայեր են։ Այսինքն այդ կաթողիկոս չէ, որ բոլոր հայերին չի, միայն առաքելականներին է։ Բա կաթողիկե հայերը, բա բողոքական եւ այլն, մամեդական հայերը։ Այսինքն քանի ամբողջ հայ ժողովուրդը մեկ հավատքի հետևորդ չի, այդ հավատքի գերագույն հովվապետը ամենայն չի։ Դա տարական բաներ են ճիշտ ասած, ես մեկ օրինակ բերեցի, բայց մենք կեղծիքի մեջ ենք ապրում։ Եվ ընդունել ենք այս կեղծիքները։ Եվ պայքարում ենք անուն այդ կեղծիքների։ Հիմա խնդիրը ինչն է եղել, որը առաջացրել է այդ բոլոր հարցերը համացանցում, որի մասին դու հասկանալի է, որ այդպես է, սովորաբար երբ ինչ-որ ճշմարտություն ասում ես, մարդիկ առաջին հայացքից հակադրվում են, սկսում են պայքարել քո դեմ, հետո տարիներ հետո նոր հասկանում են, որ գուցե կար այդտեղ ճշմարտություն։ Դուք պիտի որ սովորած լինեք արդեն այս ամենին։ Ես սովորել եմ, որ չեմ կարող կեղծ վիճակում ապրել։ Հարմարվել, հա։ Բնույթի հարց է անշուշտ։ Շատ իմ շրջապատում շատ ծանոթներ, ընկերներ, նույնիսկ անծանոթներ, այսինքն ուղղակի փողոցում կանգնում են եւ այնքան ջերմ, որ կարծում եմ ծանոթ են, մտածում եմ որտեղ եմ տեսել, չեմ հիշում ինչ ամոթ եղավ, բարձում է չէ, եւ փրկում են ինձ անշուշտ, ասում են չէ, դու չես ճանաչում բան։ Բայց ողջունում են եւ այսինքն ընդհանրապես ես մի բան եմ նկատել, մարդիկ, ասենք, օրինակ ես իմ գաղափարները, ասենք, են որ այլ ճշմարտությունների կողմ չասեմ իմ գաղափարն։ Մարդիկ ճշմարտությունները ընդունում են, բայց մեծագույն մասը չեն խոհեմ չեն համարում բարձրաձայնել։ Ավելի կողմնակից են, հա դու ճիշտ ես ասում, կեցես, այդ ինչ լավ ասեցիր, բան։ Դիմացի քո հետ ենք, թիկունքումդ ենք եւ այլն։
անձնական զրույցների մեջ, բայց այդ նույն անձնավորությունները իրենց արդեն հաճախ ասում, ինձ հաճելի չի, ես ձեր մեջի սպիտակ ագրավը չեմ ուզում լինել, ինչու չեք բարձրաձայնում, եթե բոլորդ այդ, այսինքն շատ մեծ շրջանակներ, այդ կարծիքները կիսում եք այդ գաղափարները, ինչ ասեմ, 18-րդ դարում եվրոպացի գիտնականն ասում էր իմ եկեղեցին իմ աստղադիտարանն է, 18-րդ դարում, և այսօր ասենք, նորից այդ միջնադարյան հրաշապատումներով, չեմ իմանում, Գրիգոր Նարեկացին տապակած աղավնիներին ասեց թռեք թռան, բոլորը տեսան, Գրիգոր Նարեկացին, Սուրբ Գրիգոր Նարեկացին, այսօրվա հրաշապատումների օրինակ, երբ որ սուերը ադրբեջանական ռումբեր էին նետում Գանձասարին, բոլորս տեսնում էինք, ռումբերը հասնում էին գմբեթ չմոտեցած, թռնում թեքվում գնում ուրիշտեղ, Գանձասարի հրեշտակները պահպանում էին վանքը, մեկը չլինի հարցնող, Նարեկա վանքի հրեշտակները բա ուր էին, Խցկոնքի վանքը որ պայթեցրին ուր էին, Սուրբ Կարապետը մուշի որ հետքը չկա արդեն, ուր էին Սուրբ Կարապետի հրեշտակները, արձակուրդ էին, ընդմիջում էին, չի կարելի այս խեղ կատակությունները, այսինքն այս տեսակ, ես որ ասացիք, դուք էլ վստահեցիք, պատահական հեռուստացույցը բացում եմ, հետո իմացա որ Պարքև Սրբազանի խոսքերն են դրանք, Տեր Հովհաննեսինը չեն, բայց Տեր Հովհաննեսի շուրթերից լսեցի սուերի, ռումբերի պատմությունը, չի կարելի սեփական ժողովրդին, սեփական հոտին ձեռք առնել, չի կարելի, այդ հեքիաթները գուցե կարելի է 2-3 տարեկան երեխային քննացնելուց պատմել, չի կարելի չափազանց ամբողջ ժողովրդին կողոտին նման հիմարությունները, որ երբ որ համեմատում ենք, այս դնում ենք նույն նժարին, ինչ էր ասում եվրոպացի գիտնականը, եւ ինչ ենք ասում մենք այսօր, 200-300 տարի անց այդ գիտնականի խոսքից հետո, որի եկեղեցին աստղադիտարանն էր։ Դեմ այս վիճակները ինձ ես չեմ ներվում, չեմ կարող հանդուրժել մեզ ծաղրուծանակ վիճակը։ Հիմա մարդիկ կան, որ ինչպես կարելի այսպիսի բաներ ասել։ Ամեն մարդ իրավունք ունի։ Ես էլ կարծում եմ իրավունք ունեմ, չէ՞, ինչպես դատում եմ, այդպես արտահայտվեմ։ Եվ բնույթի հարցը չեմ էլ կարող ուղղակի ասեմ, դրա իմ գործը չի։ Դե լավ, ես ինչի պիտի ասեմ, թող ուրիշը ասի։ Ընդհանրապես այս վիճակն է։ Այդ էլ բնույթի հարց է, ուղղակի ինչպես մտածում եմ, այդպես ասում եմ։ Շատ լավ, մենք ողջունում ենք ուղղակի, որովհետև ի վերջո եթե շատ մարդիկ կարողանան արտահայտել այն ինչ որ մտածում են եւ հիմնավորեն միևնույն ժամանակ լինում է որ շատերը արտահայտում են, բայց չեն հիմնավորում ու որոշակի տեղ արդեն փակուղի ես դու մտնում, որովհետև էլ չգիտես այդ մարդը էլ չգիտի ուր գնա, բայց երբ հիմնավորվում է, ապա այդ մարդը ձեռք է բերում գաղափարագիծներ, իսկ այն ամենը ինչ որ այսօր նպաստում է ազգային արժեքների ամրապնդմանը, կարծում եմ օդի պես անհրաժեշտ է մեզ բոլորիս։ Ազգային արժեքները իրապես ինձ համար մշտնջենական, գերագույն, ուղղակի անհաս արժեքներ են, բարձրագույն։ Եվ այս արժեքներն են, որ ազգերը մոլորակի վրա հետևելով եւ կրելով կարող են շարունակել իրենց ճանապարհը դեպի առաջ, դեպի դարեր։ Եվ մենք շատ ենք հեռացել։ Մեր վտանգված վիճակը, օրինակ, ես տեսնում եմ ազգային արմատներից հեռանալու, այդ արմատին հավատարիմ չապրելու, ընդհանրապես ազգերի պատմության մեջ ես կարծում եմ հանունները շատ կարևոր են։ Ազգը հանուն ինչի է ապրել եւ այսօր հանուն ինչի է ապրում։ Հանունները շատ կարևոր են։ Ես շատ կուզեի, որ մի հրաշք տեղ ունենար, հրաշքի շարքից։ Եվ մենք սկսեինք ապրել հանուն հայրենիքի։ Մեր պաշտամունքը լիներ հայրենիքը։ Մենք լինեինք հայրենապաշտ անհատներ, ժողովուրդ, ազգ, որովհետև հայրենիքն է, որ հայրենիքի հաշվին է, որ ազգը կարող է իր գոյությունը պահպանել։ Մենք հենց մեր ազգի պատմությամբ տեսնում ենք հայրենիքի սահմաններից դուրս ելած, նույնիսկ ամենամոտ սահմաններում պետք չէ օվկիանոս անցնեն, հասնեն Ամերիկա եւ ուծանան եւ վերջանան։ Հարևան Վրաստան, Կախեթում 103 վրացախոս հայ գյուղեր, Ծագումով միայն վրացախոս այլևս։ Քարթլիում կենտրոնական Վրաստան 74
վրացախոս հայ գյուղեր, իրար վրա 450 ավելի շատ վրացախոս հայություն ունենք, որ այսօր արդեն վրացի են համարվում, քան հայախոս հայեր Վրաստանում։ Մոտ 450,000 վրացախոս հայեր։ Ուղիղ գծով, ասենք, Լորվա սահմանից 100-150 կիլոմետրի վրա են այդ գյուղերը։ Վերջացած վրացի են այլևս։ Այսինքն հայրենիքն է, որ կարող է սնուցել եւ տալ այդ հնարավորությունը, որ ազգ իբրև ազգ իր նկարագրով շարունակի գոյատևել։ Հայրենիքի սահմանից դուրս ենք դնում, գոնե մեր ազգի պատմությամբ։ Ոտքներս դուրս ենք դնում, մնացած ժամանակի խնդիրը։ Լուծվելու, ծնվելու, անեանալու խնդիրը ժամանակի հարց է այլևս։ Իսկ ինչով է դա պայմանավորված, այ։ Չէ՞ որ ջանքեր էլ գործադրում են այդ չձուլվելու համար հայրենիքի սահմաններից դուրս, համենայն դեպս փորձեր արվում են, որպեսզի։ Խոսքի սկզբում հիշատակածը կեղծիքի շարքից է։ Հայրենիքից դուրս ոչ բացած դպրոցով, ոչ կառուցած եկեղեցով, երկիր մոլորակը պատել ենք տարբեր ժամանակներում կառուցված համայնքը ուծացած, շենքը անտեր թափուր մնացած եկեղեցիների ցանցով։ Մոլորակը երկրագույն որ կողմից նայեք, ամենացած ինչ որ մի դարում կառուցած համայնքը վերջացած եկեղեցու միայն հիշատակ է եկեղեցի, որ փաստում է, որ այսինչ դարում հայեր կային, նույնիսկ ծաղկում շրջան ապրեցին, ինչ որ մի ժամանակ, բայց վերջացան։ Ապա որն է տարբերակը Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի այդ մարդիկ Հայաստանի սահմաններից Չէ, մենք այսօր խնդիր ունենք Հայաստանի սահմաններից ներս հային պահպանել, բայց այս պահին ուղղակի քննարկվում էր դուրսը, հա, դպրոցներ ասացիք չեն օգնի, հապա ինչ պետք է արվի այդ ժամանակավոր է, այսինքն ես չեմ մանում, մենք քանի որ օտարը պաշտել ենք, մեր պաշտամունքը օտար է, ինչ ասեմ, այսօր տարբեր հավատքի ուղղությունների ուսմունքների կրողներ մուտք են գործում մեր երկիր ժպիտով, գրքերով, նյութական միջոցներով, տարբեր ձևերով, ամենայն դեպս ոչ արյունով, հա? Եվ երբ որ համեմատում ենք, երբ որ ընդհանրապես խնդիր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մենք անզոր ենք, մենք չենք կարողանում։ Օրինակ մեր եկեղեցին հիմա ասում է, որ ինքը մտահոգ է, որ աղանդների դեմ չի կարողանում պայքարել։ Բայց ինքը թույլ է, ինքը մտածում է, ինչու է ինքը այդքան թույլ։ Ինչից է, որ ինքը այդքան թույլ է, անզոր եւ չի կարող նոր մերօրյա մուտք գործած, ասենք, այդ աղանդների դեմ պայքարի։ Որտեւ ազգային չի։ Կամ գրեթե ազգային չի։ Ես սովոր եմ սուր բաներ ասել։ Ձեր կարծիքն է։ Այո, ես իմ կարծիքն է։ Համենայն դեպս, երբ որ առաջի դարում առաջին քարոզիչները մուտք գործեցին մեր հայրենիք արյունով, ոչ ի տարբերություն այսօրվա ժպտերես քարոզիչների, 300 տարի արյուն հեղվեց եւ 300 տարի աղանդ էր իր միջայլոց։ Աղանդի ձևակերպը ո՞րն է։ Օտարամուտ, եկամուտ, գաղափարախոսություն։ Աղանդը սա է։ Մինչեւ 301 թիվը քրիստոնեությունը, քրիստոնյա քարոզիչները Հայաստանում աղանդավորներ էին։ 301 թվականից, երբ որ պետական կրոն ընդունվեց, ճանաչվեց եւ հռչակվեց, այլևս իր կարգավիճակը փոխվեց։ Ինքը դարձավ պետական կրոն։ Որոնք են մեր եկեղեցու պաշտած սուրբերը։ Բավական է, որ քաղաքամար Երևանի եկեղեցիների անունները մի հատ ցանկի բերեք։ Մեկ ազգային սուրբի անունով եկեղեցի չունենք օծված։ Ես նորից եմ հարց տալիս, որպեսզի մեզ լինի հարազատ եւ ընդունելի, պայման է, որ լինի օտար։ Սուրբ Մեսրոպի անունով անգամ եկեղեցի չունենք Երևանում, քաղաքամար Երևանում։ Ինձ համար ազգային սուրբերի շարքում առաջիններից է, եթե ոչ ամենաառաջին։ Մեսրոպ Մաշտոցի անունով եկեղեցի չունենք Երևանում, քաղաք երևակայք ինչ է նշանակում։ Ամեն տեսակ օտար սուրբերի, հույն, հրյա, ասորի, ամեն օտար ազգի սուրբերի անուններով եկեղեցիներ ունենք, հայ ազգի սուրբերի, մենք էլ ունենք մեր սուրբ, ունեցել ենք, չէ։ Մաշտոցից սկսած Սահակ Պարթևով, Գրիգոր Տաթևացիով, Գրիգոր Նարեկացիով, ունեցել ենք ելի մեր ազգ, ինչու չենք նորակառույց, այդքան նոր եկեղեցիներ ենք կառուցում, որ իմ համոզմամբ այդ եկեղեցիները վաղը, քանի որ շենքով չի, որ պիտի աղանդի դեմ պայքարես, գաղափարով պիտի պայքարես, որ գաղափարը չկա, շենքը վաղը կօգտագործեն հենց այս աղանդավորները կտիրապետեն եւ կօգտագործեն, եթե մեջտեղ գաղափար չկա։ Իսկ գաղափարը դատարկ է, խոցելի երբ որ ազգային չի։ Իսկ ազգային չի, վերածս օրինակ արդեն բավական է, էլի միլիոն օրինակ կբերեմ, ժամանակ չդնենք հիմա դրա վրա։
Իսկ որտեղից է գալիս մեր օտարամոլությունը։ Այ մենք սովորաբար անդադ լսում ենք, անդադ պայքարում ենք բավական է որևէ եվրոպական չափանիշներին դեմ ինչ-որ բան խոսես, միանգամից քեզ կդարձնեն ազգի դավաճան, կդարձնեն տգետ, որ դու այնքան հիմար ես, որ Եվրոպան տարիներով այդ պրակտիկան ունի, հաջողությունների է հասել, իսկ մենք հետա մնացենք։ Մի խոսքով, ամեն կերպ քեզ կփորձեն։ Այդ օտարամոլությունը, որը շատ մարդկանց արդեն նյարդերի վրա է ազդում, ինչու պիտի Եվրոպայում կամ արտասահմանում որևէ տեղ որևէ բան հաստատվի, նոր դա կիրառվի Հայաստանի վրա։ Այդ օտարամոլությունը որտեղից է գալիս։ Տեսեք, նույն Եվրոպայում այսօր եկեղեցիներ չեն կառուցում, ոչ Գերմանիայում, ոչ Բրիտանիայում, ոչ Ֆրանսիայում եկեղեցի այսօր չի կառուցվում։ Մի անգամ մի առիթով ասեցի, որ եկեղեցիներ եւ մզկիթներ առասարակ, այսինքն այսօր 21-րդ դարում պաշտամունքային կառույցներ կառուցվում են հետամնաց երկրներում։ Եկեղեցիներ հետամնաց քրիստոնյա երկրներում, մզկիթներ բոլոր մամեդական երկրներում, որտեղ զարգացած մամեդական երկիր չկա ըստ էության։ Իսկ ինչու է այդպես հնարավոր, որ հետամնաց երկրներում են եկեղեցիներ կառուցում։ Բոլոր ժամանակներում ովքեր են կառուցել եկեղեցիները, որոնք առ այսօր մնացել են, եւ հետո ինչ եկեղեցիներ են։ Տեսեք, օրինակ եկեղեցիներ եվրոպական զարգացած երկրներում ինչու չի կառուցվում։ Միասին մտածենք, փորձենք գտնել պատասխանը։ Ես կարծում եմ, որ ուղղակի լույսը այնքան է առաջացել, խավարը այնքան է նահանջել եւ արդյունքում աղոթողները ուղղակի հույսը Աստծո վրա դրած մարդիկ նորից անդրադառնում եմ խոսքից 18-րդ դարում եվրոպացի գիտնական արդեն աստղադիտարան ավելի կարևորում էր գիտությունը լույսը ավելի էր կարևորում քան եկեղեցին եւ հենց այս պատճառով անշուշտ նրանք այնքան քաղաքակիրթ են որ բոլոր այդ շենքերը տարբեր, այսինքն իբրև պատմական հուշարձան պահպանվում են եւ խնդիրը այսինքն այս տեսանկյունից չէ։ Բոլշևիկյան ձևով չեն քանդում հասկանալի։ Բայց որպես աղոթողների պակասի պատճառով են եկեղեցիները իբրև եկեղեցի փակվում։ Ուրիշ պատճառ չկա։ Ճիշտն ասած ես չեմ գտնում, որ մեր մոտ աղոթողները այնքան են բազմանում օրավուր, որ այդքան եկեղեցիներ կառուցելու էլ պատճառ ունեն։ Գոնե մեր պատմության մեջ դարերի ընթացքում ընդհանրապես շատ եկեղեցիների կառուցման պատմությունները հայտնի են եւ դրանց մեծ մասը կառուցվել են մեղքերի թողության համար։ Իսկ այսօր ինչի համար են կառուցվում։ Մինչև իսկ պետությունը գերեզմանած Պետրոս Գետադարս կաթողիկոսին թիկունք 6 Սարգիս իշխանը, որ կառուցեց Խցկոնկետ Հոյակերտ եկեղեցին 11-րդ դարում, Սուրբ Սարգիս եկեղեցին, փաստորեն կառուցեց իր հետագա կյանքում մեղքերը գիտակցելով, որ ինչ սև գործ արեց իր հայրենիքի համար եւ դրա համար կառուցեց այդ եկեղեցին։ Այսինքն եւ շատ ուրիշ դեպքեր կան։ Հիմա այսօր օրինակ ինձ համար հասկանալի չի, որտեղ եկեղեցիները մեծ մասամբ բոլորս տեսնում ենք թափուր են առասարակ։ Երբեմն օրվա մեջ 1-2 հոգի մտնի չմտնի, բայց կառուցում են եկեղեցիներ։ Որոշները իրենց ուղղակի տան մեջ են կառուցում, տան մի հողամասի մի անկյուն։ Հավտունը մի կողմ, բայց ես իրականում գործող եկեղեցիներ, որոնք Երևան քաղաքում կա, ես չեմ ասի, որ դատարկ են ու թափուր են, բավականին մեծ հոսք կա մարդկանց, տարբեր ծիսակատարությունների կամ սովորական օրվա ընթացքում անձամբ են եկեղեցիները, որոնք ես գնացել եմ, որոնք առիթ եղել է կյանքի ընթացքում լինելու, ընդ որում եկեղեցի, որ նույնիսկ չգիտեի, որ Երևան քաղաքում կա այդպիսի եկեղեցի, բավականին մարդաշատ է եղել, որտեղ այս առումով հարաբերական է ասվածը։ Հիմա էլ այսօրվա մարդիկ, որ կառուցում են, նրանք էլ միգուցե մեղքեր են գործել եւ մտածում են տարբերակ է։ Դրանպես պատմական հուշարձան, եթե դառնում է, հա, կարող է այսօրվա կառուցածը մոտ 200 տարի հետո դիտարկվի այդպիսի հուշարձան, այդպիսի հեռանկար կարող է ունենալ։ Այսօրվա կառուցածները իրենք արդեն ավանդական յուրաքանչյուր ժամանակաշրջանի բնորոշ ճարտարապետական ձևերի իմաստով ամբողջ էվոլյուցիան ճարտարապետական հորիվածքների կրկնում են պարզապես ասենք երբեմն որ կրկնում են նմանակելու ուղղակի կրկնում են այլևս բայց դարեր շարունակ ասենք կրկնողություն անշուշտ քաղել են սնվել են օգտվել են բայց միտքը արվեստը ազատ է եղել եւ դրա համար դարեր առաջ ստեղծվածները մինչև 19-րդ դար արդեն 19-րդ դարից է այս տեղում դոփելու է այս
ճաշանալու process-ը 17-րդ դարից է, այսինքն նոր բան չստեղծելու, ըստ էության կրկնելու եւ ավելի վատ տարբերակով որպես կանոն։ Բնականաբար, եթե նոր գաղափար չկա, հինն է վերարտադրվում, ինքը ավելի անկումային մշակույթ է։ Օրինակ Գյումրիում ամենակրկիչ եկեղեցին, որ ուզեցին անի մայր տաճարի նմանակ տարբերակով կառուցել, բնականաբար, եթե արվեստի ու ճարտարապետության ու ամեն հարդարանքի, ամեն իմաստով որևէ տեսանկյունից, եթե մոտենում ենք, ցանկացած տեսանկյունից ինքը անկումային է, ինքը զիջում է։ Եվ դրանով հանդերձ, այսինքն ես օրինակային կարծիք ունեմ, որ եթե եկեղեցիներ են կառուցում, ճիշտ ասած ես գոնե կուզեի, որտեղ բոլոր նոր կառույցները ըստ էության մտքի արվեստի իմաստով նորույթ եւ զարգացման նոր փուլ չեն ապահովում մշակույթին։ Եվ ես այդ իմաստով մտածում եմ, որ եթե կառուցում են, օրինակ, իրապես ասենք մի բան, եթե Երևակայում եմ մայր եկեղեցու Երևանի մայր եկեղեցին Գրիգոր Լուսավորչի անունով ոցված, ուրեմն եթե Երևակայից ասենք եթե լիներ դա Զվարթնոցի ուղղակի Զվարթնոցը, նա որ չվերականգնվեց եւ չի վերականգնել, որտեղ բեկորների 10%-ն է մնացել եւ որպես Զվարթնոց վերականգնեն, այսինքն 90% նոր տաշուշար պիտի անեն եւ անիմաստ է, այսինքն ստացվում է նոր եկեղեցի կառուցել։ Դրա համար հինը միայն ամրակայել են որոշ չափով եւ սա գիտականորեն արդարացված ու ճիշտ մոտեցում է։ Բայց ես օրինակ ինչպես անի հովի եկեղեցու մանրակերտը իր չափերով մեկը մեկի Հրազդան քաղաքի թաղամասերից մեկում կառուցել են։ Շատ հետաքրքիր է, որտեղ հովի եկեղեցին ճարտարապետական գլուխ գործոց է եւ քանդված է հիմա, գոյություն չունի։ Կա Թուրմանյանի չափագրություն, հին լուսանկարներ, դրանց հիման վրա նույնի կարծես երկրորդ իր կյանքը սկսեց ապրել այդ կառույցը։ Ես օրինակ շատ ուրախ կլինեի եւ վստահ ամեն իմաստով ինքը ներկայանալի կլիներ նաեւ եւ հարազատ կլիներ։ Օրինակ ասենք ես ով այդ Գրիգոր Լուսավորչը իմամ Զիկուրատեի չէ, հայտնի չի ինչ է։ Երևակայի դրա փոխարեն լիներ Զվարթնոցը։ Չգերազանցված ճարտարապետության մեր պաշտամունքային քրիստոնեական ճարտարապետության մեջ նա գլուխ գործոց։ Եվ դա պրակտիկորեն հնարավոր չէ այդ նույն հատակագծով եկեղեցի կառուցելը։ Թեպետ խոսում ենք մենք արդեն 20 ամեն ինչ հնարավոր է։ Որերորդ դարում 21-րդ դարում ենք, բայց այնուամենայնիվ չկարող ենք կառուցել։ Չէ, ոչ մի տեխնիկական խնդիրներ չկա, ավելի բարդ, կոնստրուկտիվ, շատ ավելի բարդ այսօր այնպիսի բաներ են կառուցում, որ կամբուժներ, բան։ Այսինքն հնարավոր է դա իրականացնել այսօր։ Ոչ թե Զվարթնոցը չկառուցվեց, որտեվ դա այնքան բարդ կառույց էր, որ վերարտադրել այսօր հնարավոր չէր, բայց այնուամենայնիվ բարդ կառույց է։ Այո, բայց ոչ այդ պատճառով չէ։ Հասկանալի։ Այսինքն մոտեցման խնդիր է, արժևորելու խնդիր է, վերաբերմունքի։ Վերաբերմունքն ու մոտեցումը չբավարարեց, որպեսզի օրինակ Զվարթնոցը ընդունվեր։ Ես անշուշտ մասնավոր կարծիք եմ, բայց ամեն դեպքում բոլոր ճարտարապետները ինձանից առաջ եւ հիմա ներկայիս բոլորը գտնում են Զվարթնոցը իրապես չգերազանցված ճարտարապետական մտքի թռիչքի արդյունք է, այո։ Եվ եթե այդպես է, ապա ինչու ենք մենք օրինակ հաշտ, որ Զվարթնոցը պիտի ուղղակի մի քանի մետր բարձրությամբ ավերակներով միայն ունենանք, ինչին կամակերպվել։ Այսքան եկեղեցիներ են կառուցում, Երանի մեկը այդ միտքը հղանալ, ինչպես հովի եկեղեցու պարագային։ Որից մի օր հնարավոր է այդ միտքը հղանա որևէ գործարարի մոտ եւ հուսանք որ հիմա այս ձեր խոսքերից հետո ինչ մեկը ես կուզեի որ իմ խոսքերից հետո ոչ թե մեկը եթե միտք ուներ եկեղեցի կառուցելու հանկարծ մտքափոխվի եւ ասի որ դե եկեղեցին ուրեմն եթե ուրեմն Զվարթնոց ես ավելի կողջունեի այդ անհայտ անձին որ ամեն դեպքում չասեմ եկեղեցիներով չի մեր արտագաղթի ծավալները մեզ հայտնի է այսինքն ես խնդրում եմ մեր բոլոր այն մարդիկ ովքեր որ ուզում են որ երկու քար եթե պիտի իրար վրա դնեն հայրենիքում դնեն մեկ կաթիլ քրտինք եթե պիտի կաթեցնեն իրենց հողի վրա դա տեղի ունենա ես ուղղակի կուզեի որ մի քիչ ավելի ռեալ մոտենանք եւ տեսնենք մեր հայրենի ժողովրդին այսօր ինչ է ավելի պետք Եկեղեցին կառուցում ենք բնակչություն արտագաղթած
Այսինքն մենք կառուցենք այսօր այն, ինչ որ պետք է որ ամենատարբեր գյուղական բնակավայրերում, ամենատարբեր չեմ անում կաթի վերամշակման կոմբինատներ, չորանոցներ, ինչ մտնել գյուղը ջուր չունի, ջրանցներ, ամեն բաներ, վերջապես հիշատակ թողնելու համար պայման չէ որ մարդ եկեղեցի կառուցի։ Դու կարող ես աղբյուր կառուցես, ջուրը քաշես, դպրոցը կառուցես, մանկապարտեզը կառուցես, ինչ որ գյուղիդ պետքա կառուցես, նորից հիշատակ ես թողում։ Մի հատ, ասել մի տեսակ մանիա է։ Եկեղեցի պետք է կառուցեն, որ հիշատակ թողնեն։ Չէ, առնչվել են ես անձամբ տարբեր մարդկանց հետ, տարբեր գյուղերում, այդ գյուղի ծնված զավակներն են եղել, գնացել են, աշխատել են, ինչ որ բանի հասել են, անձամբ ինքս բացման եղել եմ տարբեր կրթօջախների եւ այլն, այնպես չի որ տոկոսային հարաբերությամբ ուշադրություն չեն դարձնում։ Տոկոսային հարաբերությամբ եկեղեցիներն են գերավշռում։ Ես օրինակ Հայաստան տարածքում գործի բերումով այդքան չեմ շրջել, բայց օրինակ ասենք Ջավախի բոլոր գյուղերն եմ եղել։ Եվ ձեր ասացի պես նախկին ասենք համագյուղացի, որ տարիներ Ռուսաստան պատիվ իրեն մտաբերել է իր գյուղը եւ այն միջոցները որ կարող էր չեմ անում Մոսկվաներում շենքեր կառուցել ու ռեստորաններ բերել գյուղի համար ճանապարհն է վերանորոգել, որ շատ կարեւոր է։ Ջավախի օրինակով եմ ասում եւ փակ են այդ շենքերը, եկել են եկեղեցիներ կամ նորն են կառուցել կամ հիմն են վերականգնել, ավելի շուտ վերակառուցել։ Սորաբար առանց ճարտարապետի մասնագետ վերականգնող ճարտարապետի են այդ գործը անում եւ հին շենքերին էլ մոտենում են շատ վատ արդյունք են ունենում ի վերջո, այս էլ ուրիշ հարց է։ Ուղղակի կամայական ձևով են վերակառուցում են, չեն վերականգնում։ Եվ քանի որ գյուղացիները համատարած տնտեսական տարբեր պատճառներով հիմնական տնտեսական արտագաղթում են եկեղեցու նորոգած, վերականգնած կամ նորը կառուցած, կողպած տարիներ։ Այս Ջավախի գյուղերի տեսածն եմ ուղղակի ասում։ Հիմա ես ենթադրում եմ շատ տարբեր չի վստահ Հայաստանում էլ պիտի որ այդ վիճակը լինի։ Համամիտ եմ, ինչ միտես։ Այո, պետք է որքան էլ ընդդիմանանք, բայց միևնույն է, փաստը մնում է փաստ։ Ես քան եկեղեցուց ենք խոսել, ես օրինակ մի քիչ ինձ համար վիվասելի այդ քայլը անցյալ տարի էր, որ Գյումրիում 20 ընտանիքների բնակարաններ նվիրեց։ Ինչ ասեմ։ Ինչ քայլ։ Ինձ համար ավելի կարևոր եկեղեցի է վիվասելը։ Իհարկե։ Տարօրինակ բան եմ ասում։ Այս դեպքում, այո, իհարկե։ Քայլ, այս դու նպաստում ես անպայման եկեղեցու է։ Ձեզ համար դա կարող է լինել շատ կարևոր քայլ։ Ինձ համար համեմատել հոգևոր չէ, որտեվ եկեղեցին ինքը հավակնում է ազգի հոգևոր խնդիրների գագաթին է, ինչ ասեմ, իր երևակայեք, եթե օրինակ վեհապարը կոչ անի Սփյուռքի ինչ-որ մի մեծահարուստի, ոչ թե որ հերթական քաղաքում գյուղում եկեղեցի կառուցելու համար, ասենք կոչ անի, ասի երկրաշարժից ի վեր հոտս, ազգս, մինչև հիմա տնակների մեջ են եւ արդեն չափահաս մարդիկ են խոնավության մեջ մեծացած եւ հիվանդություններով եւ աշկից առաջ է ինչ ողբերգության մեջ է իմ ազգս։ Խնդրում եմ եկեք տներ կառուցեք։ Չեն կառուցի, կկառուցեն։ Այո։ Կարծիքով, բայց օգտագործել են որոշակի առումով այդ լծակները կամ դիմելը Սփյուռքին, եղել են որոշակի։ Ես ասել դա է, որ պետք է դիմի։ Կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին համարյա վկա չենք այդ փաստերին։ Դրա համար վիվասելի քայլը եւ պատի բոլոր նրանց, որ կհետևեն, այսինքն ամեն օր տեսնում ենք ինչ վիճակներում են ապրում։ Մեր ազգն է, մենք ենք այդ խոնավության մեջ։ Մի գյումրեցի չի, այդ մեր ազգն է։ Մենք բոլորս ովքեր ենք։ Մեզ հաշիվ տալիս ենք ովքեր ենք։ Եղեռնից ում մի քիչ հարցուփորձ ես անում, պապս, չեմ հրաշքով ամբողջ գյուղից միակը կամ ամբողջ ընտանիքից միակը, եթե մենք այդ մազապուրց հրաշքով փրկված մարդկանց երրորդ, դուք չորրորդ գուցե սերունդն ենք, ինչի իրար համար չենք դողում։ Իրար համար պիտի դողանք։ Ինչպես կարող եմ ես կառուցեմ եկեղեցի։ Եկեղեցու հանգամանքը Վրաստանում օրինակ ինչպես է, այս էլ կարևոր է, սրա մասին երկու խոսք։ Ես կուզեի, որ մեր եկեղեցին նույն առաքելություն ունենար, այսինքն ազգային իմաստով շտկեր իր ողնաշարը։ Ջավախքում փոքագյուղ կա, զուտ հայաբնակ, Փարվանա լճի ափին։ Փարվանա լճի ափի այդ գյուղում վրաց կուսանած վանք են հիմնել։ Մեկ ընտանիք վրացի չկա։ Ծալկայի շրջանում հույների զանգվածաբար արտագաղթից հետո հայերին թույլ չտվեցին, որ հունական գյուղերը տեղափոխվեն, հակառակ որ բնակեցված գյուղեր էին, հայաբնակ գյուղերը,
Հիմա օրինակ հայկական գյուղերի միջև մի հունական գյուղում, Հոլենք գյուղում վրացական վանք են հիմնել։ Մեկ վրացի ընտանիք չկա։ Ում պիտի հովի, հայտնի չի, վրացական վանք։ Դարեր շարունակ, սա ոչ թե այսօր է, վրաց վանքը եկեղեցին պետության ոտքի տեղն է, ռազմական հենակետ։ Այս ձևով է ընկալվել եւ շարունակվում է ընկալվել։ Մեր եկեղեցին ցավով եմ ասում, երբեմն 2 մոմ ավել վաճառելու դուքյան է։ Դուքյան, ուրիշ բան չի, ազգային ոչ մի գործունեություն։ Եթե մեր եկեղեցու սպասավորը կարող է հանգիստ նայել, երբեմն ձեռքերը շփել, երբ որ իմանում է, որ իր ծխից մեկը մահացավ, գործը կպավ։ Ընկած վիճակում ենք։ Եվ հանդուրժելի չի ինձ համար այս երևույթները։ Մեր հոգևորականը իր ազգի ցավով պիտի ապրի։ Եվ պիտի գիշերը չքնի, եթե իմանում է, որ իր ազգից մի ընտանիքից կաթելով խոնավ չեմա որտեղ է քնում։ Գիշերը պիտի չքնի այդ հոգևորականությունը։ Ես այդ անհոգությունը չեմ կարող հանդուրժեմ։ Չեմ կարող։ Շատ հետաքրքրեց ինչու Վրաստանը կառուցած եկեղեցիները դիտարկում եք որպես ոտքի տեղ, իսկ մեր կառուցած եկեղեցիները ոչ, չեք դիտարկում, որ պետության համար նույնպես կարող են լինել ոտքի տեղ։ Չեն եղել, այսօր չի միայն։ Երբ որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, մենք պետություն ունեինք։ Անցավ 120 մի քիչ ավել տարիներ, հույների թշնամու հետ դաշնակցելով մեր եկեղեցու պատասխանատուները սպանեցին մեր թագավորին, պապ թագավորին եւ գերեզմանեցին Արշակունյաց հարստությունը, պետությունը։ Ամբողջ այս գոյության ընթացքում մեկ անգամ ենք հաջողել, եւս մեկ անգամ ենք հաջողել պետություն, ազգային պետություն ունենալ։ Սա արաբների իշխանության քայքայումից հետո Բագրատունյանց թագավորության ստեղծումն էր։ Եվ երկրորդ անգամ հայ առաքելական եկեղեցու գերագույն հովվապետը Պետրոս Գետադարս կաթողիկոսը հայտնի է ամեն մանրամասները, անի բանալները հանձնեց բյուզանդացիներին եւ երկրորդ անգամ այս անգամ արդեն Բագրատունյանց թագավոր։ Սրանք շատ լուրջ բաներ են։ Այսինքն մեր եկեղեցին ինքը պետականամետ կառույց չի եղել։ Հաճախ ասում են, որ երբ որ պետություն չունեինք, եկեղեցին էր, որ պահեց եւ պետության գործառույթները իր վրա վերցրեց եւ կարողացավ դարեր յոլատանել ազգը։ Ճիշտն ասած, եթե մի կառույց 2 անգամ ազգային պետականությունն է գերեզմանել, ինչպես կարող ենք պետություն ունենալ։ Վրաց մի իրավիճակը բոլորովին սա քրիստոնեության չի վերաբերում։ Կաթոլիկ աշխարհում ազգեր կայսրության մակարդակի հասան։ Այսինքն սա քրիստոնեության խնդիր չի, սա մեր խնդիրն է։ Մեր մեջ է խնդիրը։ Ինչպես Սիմոն Երևանցին էր ասում, ցեցնի միջո է։ Մեր մեջ է խնդիրը։ Բայց միևնույն ժամանակ չմոռանանք նաև Խրիմյան հայրիկի նույն նշվածելի մարդկանց մասին։ Ունենք, ես կարող եմ ավելացնել շատ բաներ, Գարեգին Հովսեփյան եւ այլն։ Այսինքն մենք ունենք հոգեորականներ, բայց երբ որ կոմիտաս, տեսեք, ես գտնում եմ, որ մենք այսօր միասին կանք 2 անհատի հաշվին։ Մեկը հայրենիքը փրկեց, ապահովեց հայրենիք, մյուսը մշակույթ։ Նժդեհ եւ Գարեգին Նժդեհ եւ կոմիտաս։ Ընդունում ենք, որ իրենց հաշվին կանք։ Երկուսն էլ չեն սրբադասված, այս է փակագծերի մեջ։ Ժամանակը հավաղ ավարտվեց, այսօր Սամվել Կարապետյանի կողմից հնչեցին կարծիքներ, համարձակ նրա կարծիքները որոշ դեպքերում կարելի է ես անձամբ կամ ձեզանից ոմանք կարող են համաձայնվել կամ ոչ, տրամաբանն եք յուրաքանչյուրը, դու ունեցեք ձեր կարծիքը։ Բայց մի անգամից մի հակադրվեք, ամեն ես չեմ հակադրվում։ Մտածեք, որովհետև ասածների մեջ ես էլ պիտի վստահորեն ասեմ, որ համաձայնում բոլոր ասածները նորմալ, որտեղ բոլոր ասածների հետ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Ուղղակի մտածեք, բարեկամներ, հնչեցին կարծիքներ, մեր հյուրը այսօր Սամվել Կարապետյանն է, շնորհակալություն։ Մենք Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն էր։ Մենք հուսանք, որ պարբերաբար կհանդիպենք, որոշակի հարցեր կքննարկենք մեր եթերում եւ հուսանք, որ շատ հեռուստադիտողներ վերանայեցին որոշակի գաղափարներ, մտքեր, որ որդեգրել էին ու բոլորս միասին պայքարենք ազգի բարօրության համար։ Կհանդիպենք քիչ անց։